Հանուն Հորի և Որդու և Հոգուի Սրբո ամեն։ Եվ ողորմություն ես անում, այնպես արա, որ ձախ ձեռքդ չիմանա, թե ինչ արեց աջ ձեռքդ։ Ձախը թող չիմանա ինչ արեց աջը։ Ինչ էր ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս այս խոսքերով։ Ողորմությունը քո ոչ թե թող ձախողակ լինի, այլ հաջողակ լինի։ Որն է ձախողակ ողորմությունը, որն է հաջողակ ողորմությունը, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Ձախողակ ողորմությունն այն է, որ անում ենք ի ցույց մարդկանց, որպեսզի մարդիկ էլ կամ մեզ անեն, կամ էլ մեզ գովաբանեն, շնորհակալություն հայտնեն, խոնարհվեն, փառավորեն, ասեն, այս ինչ լավ մարդ էր, այս ինչքան լավ ողորմություններ արեց, ու սկսեն մեզ գովել, որպեսզի մեր հպարտությունը կամ մեր անձնասիրությունը, եսասիրությունը շոյված լինի։ Ձախողակ ողորմությունը, երբ որ մենք անում ենք, որպեսզի փոխարենը ստանանք, շահադիտական իմաստով, շահի համար ենք անում ենք, տալիս ենք, ստանում ենք, և մեր Տերը Հիսուս Քրիստոս մեզ հանդիմանում է և ասում, որ մեղավորներն ու մաքսավորներն նույն են անում, սիրում են իրենց սիրողներին և փառավորում են իրենց փառավորողներին, որպեսզի անեն և ստանան, և զրկվում են միակ փառքից, որ Աստծուց է գալիս։ Չեն փնտրում անկեղծ նվիրումը, կարեկցանքը, սերը, նաև ձախողակ ողորմությունը, երբ որ վաղվան ենք թողնում, այսօր չենք անում, ասում ենք, հետո կանենք, վաղը չգիտես ինչ կլինի, ասում է առակաց գիրքը, չգիտես ինչ կպատահի, դու կունենաս, կգտնես այն մարդուն, որ ողորմություն պետք է անեիր։ Ուրեմն հաջողակ ողորմությունը, երբ որ մենք անում ենք նրանց, ում ակնկալություն ստանալ չունենք, ակնկալիք չունենք հետ ստանալու։ Անում ենք անկեղծ սրտով, սիրուց բխած, կարեկցանքով, ինչպես հայրը որդուն, որտեղ Աստված էլ մեր հայրն է, սիրուց է մեզ կերակրում, չի ուզում, որ մենք շահադիտական իմաստով անենք, և ամենակարևորը մենք Աստծո փառքի համար պետք է անենք մեր ողորմությունը, ոչ թե անենք, որ մեզ փառավորեն, այլ որ Աստված փառավորի։ Ինչպես մեր Տերն է Ավետարանում ասում, թե մարդիկ կծեսնեն ձեր բարի գործերը և կփառավորեն ձեր երկնավոր Հորը։ Քրիստոնյաների բարի գործերով, նրանց կարեկցանքով, նրանք սիրով Աստված է փառավորվում։ Եվ ամենակարևորը պետք է անենք ժամանակին, ոչ թե ուշացած։ Երբ որ տեսնում ենք, երբ որ ունենք, երբ որ պատրաստ է, տեղին է ողորմությունը և ընդունելի է, և մենք շատ անգամ, երբ որ մատաղ ենք անում, ասում ենք ընդունելի լինի։ Որն է ընդունելի ողորմությունն ու նվիրաբերությունը, երբ որ հասցնում ենք հասցեատիրոջը, գտնում ենք այն մարդուն, որ իրապես կարիք ունի և անում ենք տեղին։ Ուրեմն այսպես վարվեց այսօրվա տոնելի Սուրբը, Սուրբ Նիկողայոս Սքանչելագործը, ձմեռ պապը, այլ կերպ ասած, ժողովրդի մեջ տարածված է Սանտա Կլաուս, ձմեռ պապ, Ձեդ Մարոզ, այս բոլորը Նիկողայոս Սքանչելագործ հայրապետն է։ Մեծահարուստ ծնողների զավակ էր, բայց մանկությունից կորցրեց իր բարեպաշտ առաքինի ծնողներին։ Սուրբ Նիկողայոսին մեծացրեց և ձեռնադրեց մոր եղբայրը, քեռին, Նիկողայոս երեցը։
մեծ ժառանգություն է ստացել իր ծնողներից եւ վերցրեց այդ ժառանգությունը ու սկսեց բաշխել աղքատներին, բայց ինչպես էր անում դա? Իմաստությամբ։ Ոչ ոք չէր իմանում, թե ինչ արեց Նիկողայոս Սքանչելագործը, եւ իր շուրջը հանկարծակի բոլոր աղքատները, կարիքավորները լիանում էին, հագնում էին, անում էր գաղտնի, գիշերով։ Դուք տեսել եք, որ Նիկողայոս Սքանչելագործի կամ նոր տարվա գիշերը մարդիկ պարկեր են կախում իրենց վառարաններից, որ Նիկողայոս Սքանչելագործը ծխնելույզով կամ պատուհանով մտնի ինչ-որ նվեր դնի։ Երեխաները այսպիսի հետաքրքիր սովորություն ունեն։ Եվ սա իրական պատմության հիմք ունի, իրական հիմք ունի այս պատմությունը, որովհետև մեկ անգամ մի հայր 3 դուստր ուներ եւ այդ իր դուստրերին ուզում էր ամուսնացնել, բայց չէր կարողանում, որտեղ ժամանակին պետք է օժիտ տային, մեծ օժիտ պետք է տային իրենց դուստրերին, եւ այս հայրն էլ աղքատ էր, բայց առաքինի էր, չգիտեր ինչ աներ։ Եվ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործը իմանում է, որ այս առաքինի բարեպաշտ մարդը իր բարի աղջիկներն ուզում է ամուսնացնել։ Ամեն անգամ գիշերը թաքուն գալիս էր, մտնում էր տուն, ինքը գիտեր ոնց էր մտնում, մենք չգիտենք։ Եվ պարկով ոսկի էր դնում։ Եվ առաջին անգամ այդ դեպքը տեղի ունեցավ, սքանչացավ հայրը եւ առաջին աղջկան ամուսնացեց։ Հետո երկրորդ անգամ կրկնվեց դեպքը։ Եվ երրորդ անգամ կրկնվեց, երրորդ աղջկան ամուսնացեց Նիկողայոս Սքանչելագործի տված ոսկու պարկով, ասաց գիշերը հսկելու եմ, չեմ քնելու։ Տենա մեզով է մեզ նվեր տալիս։ Եվ իրապես գիշերը հսկեց եւ գտավ, Սուրբ Նիկողայոս Սքանչելագործին գտավ ու հայտնի դարձավ։ Իհարկե Աստծո կամոք էր, որ հայտնի դառնար Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի գաղտնի այս ողորմությունը, որպեսզի մյուսներն էլ սովորեն։ Եվ իրապես սովորեցինք այսօր։ Ամեն տարի երեխաները իրենց պարկերը, իրենց գուլպաները կախում են վառարանից, որպեսզի ծխնելույզից Սուրբ Նիկողայոս Սքանչելագործը գա եւ երեխանին նվերները դնի կամ տոնածառի տակ կամ վառարանից կախված։ Ուրեմն Սուրբ Նիկողայոս Սքանչելագործը այսպիսի սքանչելի հայրապետ էր։ Մյուրա եպիսկոպոսն էր, Մյուրա քաղաքի եպիսկոպոսն էր, որը նաև ասում են Զմյուրնիա։ Ժամանակին Մյուրա էր կոչվում, հիմա կոչվում է Զմյուրնա։ Եվ Մյուրա երկար ապրեց Սուրբ հայրապետը, նաև աքսորվեց, հալածանքների ենթարկվեց Լիկիանոս կայսեր օրոք, բայց տեսավ քրիստոնեության հաղթանակը։ 225 թվականին Նիկիայի տիեզերաժողովին մասնակցեց, որտեղ այսօր 1700-ամյակն է այս տարի Նիկիայի տիեզերաժողովի 1700 տարի առաջ 325 թվականին Նիկիայի տիեզերաժողովը գումարվեց եւ Սուրբ Նիկողայոս հայրապետն էլ մասնակցեց այդ տիեզերաժողովին եւ տեսավ քրիստոնեության հաղթանակը։ Իմ մյուս տարի 3226 թվականին խաղաղությամբ ննջեց ի Քրիստոս։ Այսպես մենք էլ ամեն տարի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի բարեխոսությունն ենք խնդրում եւ ուզում ենք, որ մեր ողորմությունը իբարս Աստծո լինի, կարեկցանքով, սիրով լինի եւ աղքատներին օգտակար լինի։ Ամեն։